Փառք Աստծո, որ մեզ Աստված ողորմություն արեց, հնարավորություն ընձեռնեց այսօր հավաքվելու այս նորակառույց, բայց դեռ կառուցումը չավարտված եկեղեցում Սուրբ Բարդեղիմեոս առաքյալի անունով միասին աղոթելու Սուրբ Պատարագի մասնակցելու։ Նախ ուզում եմ խնդրել այսօրվա սրբերի Թադեոս և Բարդեղիմեոս առաքյալների, որոնք մեր առաջին լուսավորիչները եղան մեր ազգի, մեր ժողովրդի, իրենց բարեխոսությունը մեզ բոլորիս համար, հատկապես նրանց համար, ով այս եկեղեցու կայացման, այս եկեղեցու լինելիության հիմքում եղան։ Նախ եւ առաջ ամեն ինչ եղել է վեհափառ հայրապետի օրհնությամբ։ Թող Աստված պահի, պահպանի, զորացնի վեհափառ հայրապետին։ Հետո անմիջական օրհնությամբ եւ ղեկավարությամբ Գևորգ Սրբազանի։ Թող Աստված իրեն էլ իր ուղիղ ճանապարհների մեջ առաջնորդի։ Հետո եկեղեցու հիմքերում կանգնած է եղել, նախաձեռնության հիմքում կանգնած է եղել Պետրոսյան Հայկը։ Թող Աստված իրեն էլ ուղղությամբ բերի, ուղիղ ճանապարհով առաջնորդվելու, ճշմարտության մեջ քայլելու շնորհ եւ ողորմություն անի։ Հետո եկեղեցին շարունակել են մարդիկ, որոնք այստեղ ներկա են, թե գյուղից եւ թե գյուղից դուրս, այն բոլոր մարդկանց թող Աստված հիշի, օրհնի, որոնց նյութական միջոցներով, որոնց աշխատանքով, որոնց աղոթքներով, ճիգով ու ջանքով եկեղեցին հասավ այս վիճակին եւ հուսանք հավատում ենք եւ պիտի աղոթենք, որ հասնի իր վերջնական տեսքին եւ օծմանը։ Եկեղեցին շատ կարեւոր է մեր կյանքում, որտեղ եկեղեցին, ինչպես ավետարանում մեր Տերն է ասել, Աստծո տունն է, Աստծո ներկայությունն է։ Մենք եկեղեցի ենք գալիս Աստծո հետ հանդիպելու համար։ Ընդհանրապես թե այս համայնքի կյանքում այս եկեղեցին շատ կարևոր է, թե հայ ժողովրդի կյանքում։ Ցավոք սրտի, մեր ժողովրդի մեծ մասը եկեղեցին դիտում է որպես մոմ վառելու տեղ։ Պարզ եմ ասում։ Գնում են եկեղեցի մոմ վառելու համար։ Բնական է, մոմը հենց այնպես չեն վառում։ Մոմի հետ էլ մի երկու բան մտքում կամ շուրթերով մրմնջում են։ Բայց եթե մեր ընկալման մեջ սա է եկեղեցին, մենք չարաչար սխալվում ենք եւ շատ հեռու ենք եկեղեցու ընկալումից։ Այդտեղ չենք բարձրանում մոմ վառելու։ Մոմ վառում ենք այնտեղ են պատերի տակ, հեռավոր անկյուններում, չէ՞։ Բա եկեղեցու գլխավոր մասը ո՞րն է։ Սա է։ Խորանն է։ Իսկ խորանում գլխավոր մասը ո՞րն է։ Սուրբ սեղանն է։ Հիմա խորանը կամ սեղանը մոմ վառելու համար է, չէ։ Ինչի համար այս սեղանը։ Պատարագ մատուցելու համար։ Ուրեմն գլխավոր իրողությունը եկեղեցու խորհուրդը, եկեղեցու լինելիությունը պատարագի մեջ է։ Ասում եմ, որ իմանանք եւ կարեւորենք, եթե մենք մնանք որպես մոմ վառող ժողովուրդ, մենք Աստծուց հեռու ենք։ Մենք Աստծո խորհրդից հեռու ենք, մենք ավետարանից հեռու ենք, Քրիստոսից ենք հեռու, որովհետև Քրիստոս պատարակվել է մեզ համար։ Պատարակվել ինչ է նշանակում։ Պատարակ ինչ է նշանակում։ Զոհաբերվել, զոհվել է մեզ համար։ Քրիստոս խաչի վրա ինքն իրեն զոհաբերել է մեզ համար, եւ եկեղեցին նրա համար է, եւ հատկապես նրա համար է, եւ միայն նրա համար է, որ այդ խորհուրդը կատարվի եկեղեցու մեջ։ Այն շինությունը, որտեղ պատարագ չի մատուցվում, դա չի կարող կոչվի եկեղեցի։ Եկեղեցում կարող է մկրտություն չլինի, օրինակ հին վանքերը գնացեք, ոչ մի եկեղեցու մեջ մկրտության ավազան չկա, որտեղ մկրտություն չեն արել եկեղեցում։ Կարան պսակ չանեն եկեղեցում, կարան որևէ ուրիշ խորհուրդ չանեն, բայց չեն կարող պատարագ չանել։ Եթե պատարագ չանես, ուրեմն այս շինությունը այլևս եկեղեցի չի։ Ինչի եմ ասում, որ մենք իմանանք
եկեղեցին ինչի համար է եւ մենք ինչի պիտի գանք եկեղեցի։ Մենք պիտի գանք եկեղեցի մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատարագին մասնակցելու։ Մենք պիտի գանք եկեղեցի իր սուրբ մարմինն ու արյունը ճաշակելու, որովհետեւ մեր Տերն ասեց. ով որ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, նրա մեջ կյանք չկա, հարություն չի առնի, երկնքի արքայություն չի մտնի։ Հովանու ավետարան 6-րդ գլուխ, բացեք կարդացեք այս խոսքերը։ Այսինքն եթե մենք ուզում ենք մտնել երկնքի արքայություն, ուրեմն պարտադիր է, որ մենք պատարագի մասնակցենք եւ սուրբ հաղորդություն ստանանք։ Այսինքն Քրիստոսի մարմինն ու արյունը, ովքեր չգիտեն հաղորդություն ինչ է դա է, այստեղ հիմա սուրբ սեղանի վրա մեր բոլորի աղոթքներով Աստված նշխար հացը եւ գինին պիտի դարձնի Քրիստոսի մարմին ու արյուն։ Եվ այն մարդիկ, ովքեր պատրաստված են, պիտի գան Քրիստոսի մարմինն ու արյունը, ասել է թե Քրիստոսին իրենց սրտերի մեջ ընդունելու, իրենց հոգու մեջ ընդունելու, իրենց կյանքի մեջ ընդունելու, Քրիստոսի հետ միավորվելու, Քրիստոսի հետ սիրո կապով կապվելու համար։ Սա որպես նախաբան։ Այսօր տոնն է Սուրբ Թադեոս եւ Բարթողոմեոս առաքյալների, որոնք եղան հայոց աշխարհի, հայ ազգի առաջին լուսավորիչները։ Եվ մեր եկեղեցու հիմքերը իրենց արյամբ ոռոգեցին։ Իրենց նահատակությամբ հիմք դրեցին մեր եկեղեցուն։ Սրանք Քրիստոսի 12 աշակերտներից էին, որոնք եկան Հայաստան Քրիստոսի լույսը բերելու մեզ։ Աստծո ավետարանը բերելու մեզ, փրկության ճանապարհը բերելու մեզ խավարից դեպի լույսի կոչելու համար։ Եկան եւ Հայաստան աշխարհում քրիստոնեական հավատքի լույսը տարածելուց հետո իրենք նահատակվեցին մեր աշխարհում։ Իրենց կյանքերը դրեցին նրա համար, որպեսզի մենք լինենք քրիստոնյա ժողովուրդ։ Պիտի մենք լուրջ մտածենք այս ամեն ինչի մասին։ Ինչի համար այդ մարդիկ լինելով օտար, գալիլեացիներ, Պաղեստինի ժողովուրդ, ինչի համար, ինչ իրենց ստիպեց, որ վեր կենան ընդեղից գան հասնեն ստեղ, են էլ պատկերացեք երբ 2000 տարիներ առաջ, չարչարանքներ, տառապանքներ կրելով, նեղություններ, վշտեր, մահվան դուռը գնալ գալով, ինչի եկան եւ ինչ արեցին, ինչու իրենց կյանքերը տվեցին, կգնային իրենց համար իրենց տներում կապրեին, ուրախ, երջանիկ, ապահով, մի գործով կզբաղվեին, երեխա կմեծացնեին, տուն տեղ կդնեին, ոնց որ մենք ենք անում։ Փորձեին հանգիստ ապահով կյանք ունենան, ինչը ստիպեց։ Պիտի մտածենք մենք այս մասին։ Եվ ինչը ստիպեց մեր պապերին ու հայրերին այն ժամանակ թողնելու իրենց իմացածը եւ հետևելու այս առաքյալների ասածին։ Թողնելու հեթանասական մոլորությունները, կռապաշտությունը եւ դառնալու դեպի Աստծո լույսը։ Որովհետեւ հասկացան, որ այն ինչի մեջ իրենք կային, դա կյանք չէր, դա խաբկանք էր, դա խավար էր, դա մահ էր, որի մեջ իրենք ապրում էին։ Իրենց առաքյալները բերեցին ճշմարիտ կյանքը, լույսը։ Ինչպես մեր Տերն է ասում, ով որ ինձ հավատա, կյանք կունենա եւ առավել եւս կյանք կունենա։ Իրենք բերեցին կյանքը եւ առավել եւս կյանքը։ Եվ սրա համար մեր պապերն ու հայրերը հավատացին։ Եվ իրենք գիտեին ինչ են անում։ Գիտեին, որ դա առավել է, քան իրենց սեփական կյանքերը եւ իրենք իրենց նահատակեցին։ Այսօր մենք այդ կյանքով ենք ապրում, թե չէ։ Թե նորից վերադարձել ենք հեթանոսական խավարի, կռապաշտության։ Իհարկե, մենք այսօր արծաթից ոսկուց արձաններ չենք սարքում ու պաշտում, բայց ինչպես Հովհան ոսկեբերանն է ասում, արձանների փոխարեն այսօր մենք ուղղակի արծաթն ու ոսկին ենք պաշտում։ Այսօր մենք նորից հայտնվել ենք նույն խավար վիճակի մեջ։ Անուններս մնացել է քրիստոնյա, բայց մեր բովանդակությունը պարտված է քրիստոնեությունից, հեռու ենք քրիստոնեությունից։ Ինչի՞։ Նայեք, բոլորիս տներում ավետարան կա, բայց քանի մարդ է ավետարան կարդում Աստվածաշունչը։
Կարդացողներից քանիսն է իր կյանքի համար որպես սկզբունք ունեցել հետևելու եւ ապրելու այդ ավետարանի պատգամներով ու պատվիրաններով։ Քանիսն է ամեն օր աղոթում։ Քանիսն է ամեն կիրակի պատարագի մասնակցում, սուրբ հաղորդություն ստանում, մեղքերը խոստովանվում եւ մեղքերից ազատվում։ Էս է քրիստոնեությունը։ Քրիստոնեությունը մոմ վառելու եւ միայն մատաղանելու մեջ չի։ Քրիստոնեությունը ընթացք է, ճանապարհ է, որը մեզ բերեցին սուրբ առաքյալները, իրենց կյանքով եւ իրենց արյան գնով։ Ինչ է քրիստոնեությունը։ Քրիստոնեությունը մի ընթացք է, որով մարդը ընթանալով իր ողջ կյանքի ընթացքում դատաստանի օրը պիտի արժանանա երկնքի արքայության։ Դատաստանի օրը դժոխքից պիտի խուսափի։ Սա է քրիստոնեությունը, ուրիշ բան չի։ Եկեղեցին ուրիշ նպատակ չունի։ Եթե ուրիշ նպատակներ կասեն ավելի կարևոր է, քան սա, խաբում են ձեզ։ Եկեղեցու նպատակն է մարդկային հոգու փրկությունը, որպեսզի մարդը իր վախճանի օրը դժոխքում չհայտնվի, երկնքի արքայությունում հայտնվի։ Եվ այս բերեցին մեզ առաքյալները։ Այսօր բոլորս մտածենք, մեր կյանքի ամենակարևոր նպատակը երկնքի արքայություն հասնելն է, թե ուրիշ բաներ ունենք։ Այս մեկ, երկրորդը, եթե նույնիսկ բերանով ասում ենք, որ էդ է, բայց մեր գործերով իրականում դա է, մենք ամեն շատ աշխատում ենք երկնքի արքայությունը վաստակելու, երկնքի արքայությանը արժանանալու համար, թե ուրիշ բաների համար ձեռի հետ էլ երկնքի արքայությունը, եթե կստացվի, կստացվի։ Այս շատ կարևոր է, Ժորժ։ Այսօր մենք նորից կարիք ունենք անդրադարձ անելու մեր սուրբ առաքյալներին, առաջին լուսավորիչներին, Թադեոսին ու Բարթողմեոսին, մեր սուրբ հայր Գրիգոր Լուսավորչին եւ մեր բոլոր այն հայրերին, որոնք պահեցին, պահպանեցին, զորացրին եւ այսօր եկեղեցին բերեցին հասցրին մեզ։ Ցուրտ է, դրսում էլ է ցուրտ, եկեղեցում էլ է ցուրտ։ Փոշոտա, չգիտեմ, հարմարություն չկա բան, բայց պատկերացրեք, առաքյալները շատ ավելի դժվարին պայմաններում են եղել, շատ ավելի դաժան պայմաններում են եղել, բայց ուրախությամբ են արել։ Այսօր ես էլ եմ ուրախ։ Եվ կարծում եմ շատ ու շատ քրիստոնյաներ ուրախ են այսօր։ Ինչի ենք ուրախ։ Ուրախ ենք, որ մենք ճանաչում ենք Աստծուն։ Ուրախ ենք, որ մենք, չգիտեմ, Աստված գիտի, փորձում ենք, ջանում ենք Աստծո հետ լինել։ Ուրախ ենք, որ մենք հիմա սուրբ պատարագի ենք մասնակցում։ Ուրախ ենք, որ այս հնարավորություն ունենք սուրբ պատարագ մատուցելու։ Թող Աստված օրհնի բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավորությունը մեզ ընձեռնեցին, ովքեր հնարավորությունը մեզ տվեցին, ովքեր ամեն ինչ արեցին, որ մենք այսօր պատարագի մասնակցենք։ Ամեն ինչ աշխարհի մեջ հնարված է մի բանի համար, որ մարդը հեռանա Աստծուց, մարդ հեռանա եկեղեցուց, մարդ հեռանա աղոթքից, պատարագից, հոգևոր ընթացքից, ամեն ինչ, նույնիսկ այսօր մեր կյանքում տեղի ունեցող այս վայրի վերումները, որ բոլոր տեղյակ եք, հա, եկեղեցու հետ կապված եւ ընդհանրապես ամեն, սրանց նպատակն էլ մեկ է։ Մեզ գցեն այդ բաների մեջ, որ մենք դադարենք աղոթել, որ մենք դադարենք պատարագ անել, որ մենք դադարենք Աստծուն ապավինել։ Չէ, հակառակը պիտի լինի։ Մենք ավելի շատ պիտի աղոթենք, ավելի շատ պիտի պատարագներ մատուցենք, ավելի շատ պիտի ձգտենք Աստծուց չկտրվելու։ Ի վերջո ամեն ինչի Տերն Աստված է։ Ամեն մեկից Տերն էլ Աստված, մեր եկեղեցու Տերն էլ Աստված, մեր ազգի Տերն էլ Աստված, մեր պետության Տերն էլ Աստված, աշխարհի Տերն էլ Աստված, տիեզերքի Տերն էլ Աստված։ Մենք Աստծուն հավատարիմ լինենք, Աստված ամեն ինչ տնօրինի, միևնույնն է, ով ինչ ուզում է անի, եկեղեցու հայրերն ասում են, ով ինչ ուզում է անի, երկնքի արքայությունը պիտի հաստատվի, ով ինչ ուզում է անի, Աստծո արքայությունը պիտի իրականանա, բայց ամբողջ խնդիրը նրանումն է, մենք այդ ծրագրին, Աստծո ծրագրին, մեջ ենք և համընթաց ենք, թե դրան հակառակ ենք գործում։ Եթե հակառակ ենք գործում, այդ քարը վեմը պիտի ընկնի մեզ վրա, մենք պիտի չզմվենք,
Եթե համընթացենք, ուրեմն պիտի պայծառանանք ու փայլենք երկնքում, ինչպես խոստացված է Սուրբ գրքում։ Ուրեմն Ժողովուրդ ջան, նորից ու նորից մենք կարիք ունենք այսօր վերարժեքավորելու կամ վերածնվելու, վերարթնանալու մեր հավատքի մեջ։ Այն հավատքի մեջ, որ բերեցի մեզ սուրբ առաքյալները, այն հավատքի մեջ, որ մեր սուրբ հայրերն ունեին, որոնք պատրաստ էին կյանքից հրաժարվելու, բայց հավատքից չհրաժարվելու, հա? Անենց հավատալու, ոնց որ Եղիշեն ասում է քրիստոնեությունը մեր մորթի գույնն է, մեր մաշկի գույնն է քրիստոնեությունը, այդ սենց քրիստոնյա լինի, էսա քրիստոնյան, ոչ թե բերանով ասեն քրիստոնյա, բայց ավետարանից ոչ մի խոսք չիմանանք, ոչ մի պատվիրան չիմանանք, ոչ մի անգամ կյանքում հաղորդություն ստացած չլինենք, ոչ մի անգամ պատարագի մասնակցած չլինենք։ Սուրբ առաքյալների բարօրությունը ամենքիս հետ լինի։ Ով որ աղոթում է, ով որ Աստծով անդամ, երբեք չի ամաչելու։ Նոյը չամաչեց, նույնիսկ երբ որ ամբողջ աշխարհը կործանվեց։ Ղովտը չամաչեց, երբ որ Սոդոմ Գոմոր քաղաքները այրվեցին ամբողջությամբ։ Ինչի՞, որովհետև իրենք Աստծո հետ են։ Մենք էլ Աստծո հետ լինենք, երբեք չենք ամաչել։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքից հետ լինի, Աստծո օգնությամբ էլ այս տաճարը իր լրումին եւ իր օծումին հասնի, եւ մի օր էլ բոլորս հավաքվենք այս տաճարի օծման պատարագին մասնակցելու։